Սիրելի աջեղջուրներ, ձեզ դուրս է եկել այս հետաքրքիր ռունան, որ կոչվում է դագաս, դա տրանսֆորմացիայից է խոսում։ Աջեղջուրների զուսպ աշխատասեր բնավորությունը ու դագաս ռունայի լուսավոր տրանսֆորմացիա էներգիան մայիս ամսվա համար, սիրելի աջեղջուրներ, դա տրանսֆորմացիոն էներգիայի մասին է խոսում մայիս ամսվա համար, որը կարող է ստեղծել ձեզ համար հզոր բեկումնային մի պատկեր։ Սա գիշերվա ավարտի և արշալույսի ռունան է։ Ուրեմն մայիս ամսվա համար որպես կանխատեսում օրվա լույսի մասին է խոսում հաջողության և կտրուկ փոփոխություն դեպի լավը։ Իմ պրակտիկայում նաև խոսում է այն մասին, որ կարող է ձեզ մոտ լինել փոփոխություններ, նաև ինչ-որ հյուրեր անսպասելի կարող են հայտնվել, որոնց վաղուց դուք չէիք տեսել։ Մաքրեք ձեր կյանքից այդպիսի մարդկանց, ով ձեզ պետք չի, ով ձեզ անհաջողություն է բերում, միշտ զոհ է խաղում և վերջում դուք դուրս եք գալիս զոհի դերում։ Մաքրեք և նորը ընդունեք, տրանսֆորմացիան։ Տրանսֆորմացիան եթե ընդունեցիք, դեպի լավը կարող է լինել։ Սա այն պահն է, երբ մթությունը կարող է նահանջել և ամեն ինչ դառնալ պարզ և տեսանելի ձեզ համար։ Սա համարվում է նաև հուսալիության և նոր սկզբի ռունան։ Մայիս ամիսը ձեզ համար կբերի մեծ բեկման ամիս, եթե երկար ժամանակ դուք ձեզ զգում եք փակուղում կամ սպասում եք ինչ-որ կարևոր լուծման, ապա այս դագաս ռունան բերում է ձեր կյանքում այդ որոշ հարցերի լուծումը։ Իրադարձությունները կարող են զարգանալ շատ արագ և այստեղ 180 աստիճանով կարող է փոխվել ձեր իրավիճակը մայիս ամսին կներեք։ Սա այն ժամանակն է ձեր գործերում, ֆինանսներում, ռեսուրսներում, երբ ձեր ջանքերը վերջապես լույսի տակ կարող են դուրս գալ։ Դուք կարող եք դառնալ նկատելի, ձեր գաղափարները այստեղ կարող են ընդունել, իսկ խնդիրները ձեզ համար կլուծվեն կարծես ինքնըստինքյան։ Լավ շրջան կարող է լինել նորարարությունների համար, միգուցե ինչ-որ նոր բաներ սովորեք։ Դագասը ձեզ կարող է ձեր ներքին վիճակում բերել լավատեսություն և հստակություն։ Նաև դուք կարող եք հասկանալ, թե ուր պետք է շարժվել հաջորդիվ։ Այն, ինչ նախկինում ձեր համար բարդ էր թվում, կդառնա բավականին պարզ ձեր համար և հասկանալի։ Որպես խորհուրդ կտամ ձեզ, սիրելի աջեղջուրներ, չվախենաք լույսից և փոփոխություններից, որովհետև դագազը